Հունվարի 1-ից բանակում ծառայելու ժամկետը 2-ից կրճատվում է 1.5 տարի, ըստ ձեզ կապ ունի սպասվող ընտրությունների հետ։ Միանշանակ։ Ինչու եք այդպես կարծում։ Դիտմամբ։ Բայց ուրիշ ինչի հետ կապ ունի։ Ինչի ենք կրճատում բանակը։ Ինչի ենք կրճատում ժամանակի ծառայության ժամկետը։ Թուլանում ենք, թուլացնում ենք։ Իմ կարծիքով սա դիվիդենտներ հավաքելու տարբերակներից մեկն է։ Անպայման։ Ինչու եք այդպես կարծում։ Դե յուրաքանչյուր ընտրություններից առաջ ինչ-որ բան ներկայացնում են, որպես դրական երևույթ, դրա համար։ Այլապես ուրիշ ոչինչ չկա։ Մենք ուտեսը вообще զինվորի համար չի։ Ես ծառայել եմ 4 տարի, հետո 3 տարի, հիմա դասրանք է вообще անխիլ բաներ են անում։ Իսկ այս փոփոխությունը ձեր կարծիքով կապ ունի սպասվող ընտրությունների հետ 26։ Ընտրությունները դրանք ունեցին ուզում անեն, որ հաղթեն։ Աստված շանի, բայց կա ուզում են իրան։ Հունվարի 1-ից բանակում ծառայելու ժամկետը 2-ից կրճատում են 1.5 տարի, ըստ ձեզ սա կապ ունի սպասվող ընտրությունների հետ։ Բացարձակ չունի։ Ինչու եք այդպես կարծում։ Այդ նոր օրենք է այդպես են անում։ Չգիտեմ։ Իսկ թվում ընտրությունների համար է։ Ինչու եք այդպես կարծում։ Չգիտեմ։ Անպայման։ Հենց հայտարարությունն եղավ լայվով Փաշինյանի, ես հասկացա, որ դա ուղիղ կապ ունի ընտրությունների հետ։ Ինչու եք այդպես կարծում։ Գիտեք ինչու, ինձ թվում է իրանք հիմա անգամ եթե անհավանական բաներ անեն թոս փչելու համար մարդկանց երեսին, մյուս կողմից նենց ռեպրեսիաներ է տեղի ունենում, սարսափելի։ Ես մի հատ շատ ինտելիգենտный ռուսախոս ընկերուհի ունեմ, երեք ասեց Սուժան, выражаясь на народном языке, սա վերջն է։ Այդ ռեպրեսիաները իրանք չեն կարողանալու մարզեն, ուզում եմ вообще հանեն ծառայությունը։ Ես չգիտեմ իրանք ինչ պիտի անեն, որ պոպուլյարնեստ ունենան ժողովրդի մեջ։ Իրանք հիմա ուղղակի իրանք դագաղի մեխերն են խփում։ Այդ ռեպրեսիաներով նյուժելի չեն հասկանում, զարմանում եմ։ Տեսեք, իրանք փորձում են պաշտպանվել, բայց հակառակ բան է տեղի ունենում։ Իրանք իրանց թաղում են այդ ռեպրեսիաներով, որտեվ ու вообще այդ տրամաբանությունը ժողովրդին էշի տեղ դնելու ինձ հետ դուր չի գալիս։ Ես հաճախ եմ լսում ձեր թողարկումները, տեսնում եմ ինչքան խելացի մարդ կա սովորական բնակչության մեջ։ Չգիտեմ ինչի ժողովուրդ հասկացողությունը իրենց մոտ ասոցիացվում է տգետ, անկիրթ, տրամաբանությունից զուրկ, հարիվ, որին կարելի է մի րոպեում ֆռացնել, причем ամենայն պրիմիտիվ ու անթույլատրելի ձևով։ Չէ, տենց չի։ Կարող է մենք ազնիվ ենք եղել եւ այսօր մենք այդ գահերին բազմած չենք, բայց մենք հասկանում ենք ինչ է կատարվում։ Եվ նորից վերադառնալով սկզբին մեր խոսակցության, այո, միանշանակ ուղղված է իրանց ռեյտինգը ինչ որ մի ձևով պահպանելու, բայց շատ թույլ ճիքեր են պահպանելու ու այնքան ողորմելի է այդ ամեն ինչը, խղճուկ ու ճղճի։ Չէ, ինչ կապ ունի։ Ինչի պետք է այդ որից դիավուրներ հավաքի, չէ, չեմ կարծում։ Ինչու եք այդպես կարծում։ Ինչ եմ այդպես կարծում, շատ պարզ, որովհետև երևի 2 տարի ու կես վարանում այդ կես տարի ավելի շատ, ավելի արագ հավաքեն երիտասարդներին, իսկ հիմա դա է նպատակը։ Չեմ կարող ասել։